Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակացանկիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք այն անհատներին, որոնց կյանքը, կենսակերպը կարող են օրինակ լինել մյուսների համար, այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք։ Այսօր ես հյուրընկալել եմ Լիլի Կասոյանին, կենսաթոշակառու, աշնանային ձայներ երգչախմբում հանդես եկող Տիկին Լիլիկը մեզ կպատմի իր հաջողության պատմությունը եւ նաեւ կներկայացնի թե ինչու, ինչպես միացավ աշնանային ձայներ եւ այսօր ինչ դերակատարում ունի։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք։ Կարող ենք այսօր սկսել տարիքի մասին հարցից։ Հա, ինչու՞ չէ, ես չեմ թաքցնում իմ տարիքը, այն բավականին շատ է, 84, արդեն 85-ի մեջ եմ։ Ծնվել եմ 41 թվին, պատերազմի ժամանակ։ Մանկությունս չնայած շատ պարզ է, խիստ է եղել պատերազմի տարի, բայց մենք շատ ուրախ ընտանիք ենք եղել։ Աչքս բացել եմ երաժշտությունով, մեծ եղբայրս երաժիշտ էր, ճիշտ է ուրիշ մասնագիտություն ուներ, բայց թառիստ էր եւ իրենց փորձը այդ խմբի փորձը մեր տանն էին անում եւ ես շատ ակտիվ էի տեղին աշճան, որ որոշել էինք ես փոքր դեռ 8 տարեկան բարեի, որտեվ շատ լավ բարում էի, բայց հետո գտամ, որ շատ փոքր եմ, ես չեմ դիմանա իրենց այդ գրաֆիկային։ Այդպես ինչ հետաքրքիր է։ Պաստորեն երաժշտությունը ի սկզբանե եղել հետո արդեն։ Հա, շատ։ Պատերազմական շրջանում Գյումրիում ձեր մանկությունից ձեր ասածից հարցը բխեց, ինչ եք հիշում ձեր վաղ մանկության տարիներից 12 տարեկան մինչև։ Հիշում եմ հորս վերադարձը պատերազմից։ Աշտեն ես մի 4 տարեկան էի, բայց այնքան վառ էր այդ տպավորությունը, որ մնացել է իմ մեջ, իմ հիշողության մեջ, հորս շատ եմ սիրել, մայրիկս նույնպես շատ լավն էր, երկուսն էլ երգում էին, մաման հրաշալի ձայն ուներ, հայրս դերձակ էր, բայց ավարտել էր Կիևի կարի ինստիտուտը ու երբ որ տնային աշխատանքի ժամանակ երկար կար էր գնում, ինքը բարձր ձայնով օպերետներից էր երգում, դա հիշում եմ։ Համ կարում էր, համ երգում։ Հա, այդ աշտեն կարը լավ է գնում, ինքը լավ տրամադրության է։ Երեք եղբայր ու ես ամենափոքրը շատ կանոնավոր ընտանիք էր, շատ հայրիկը ձայնը չէր բարձրացնում, բայց իմ երեք եղբայրներն էլ չտեսնված խելոք, խելացի, իրենց գործին լավ տիրապետող հայտնի մարդիկ դառան քաղաքում Լենինականում։ Գյումրիից ասեք, ինչպիսին էր քաղաքը։ Այն ժամանակ Լենինական էր։ Լենինական։ Հա։ Հետո Գյումրի դարավ։ Էլ ինչ հիշեմ, ես ինձ հիշում եմ խելագար գշկասեր, որպես գշկերի տանում էի դպրոց եւ մի օր մենք շատ խիստ դասղեկ ունեինք, պարզվում է որ ինքը հարց է տվել, իսկ ես գշկերի աշխարհում ինքան էի տարված, որ բոլորը հայացքի իջեցրել են այդ հարցը չգիտեն։ Ես բարձրացրի հայացքը մի ճճոց լսեցինք, շատ բարձր ճճում էր, Լիլիկ, նորից դու քիչ ես բերել, ապուշի հայացքով ինձ ես նայում, վաղը մորդ կբերես, բայց չեր օգնում, ես մեկ է պիտի կարտայի ենքան, որ ինչ ասեմ, իմ աշխարհայացքը լրիվ քշկային էր, բայց դրա համար բանասիրության ֆակուլտետ գնացիք։ Այո, հա։ Բանասիրական չէր, տարրական կրթության մեթոդիկայի, բայց որովհետև ինստիտուտը շատ քիչ կուրսեր ուներ, ֆիլիալ էր, Երևանի մանկավարժական ինստիտուտի ֆիլիալն էր, մենք հրաշալի դասախոսներ ունեինք, մենք արտակարգ հայոց լեզու ենք անցել, Սենեքերի Մելքոնյանը մեր
Աստվածն էր շատ կներեն իսկապես իսկական ուսուցիչ էր բարիս բուն իմաստով մենք բոլոր սիրարված ենք իր ամադուցման ձևով իր շատ խիստ բայց նաև մարդկային վերաբերմունքով մենք այդ սերը մեզ ոնց որ դաշտում էր նորից հայոց լեզուն ինչպես պետք է տիրապետել երևի թե փոխադարձել էր որովհետև պետական քննությանը ես չնայած չորրորդն էի ինքը մոտեցավ ասում է Լիլիթ դու առաջինը ելույթ ունեցի որ լավ տպավորություն լինի ասի լավ չնայած համայրը չէի մտածել բայց շատ լավ Քանի տարի աշխատեցիք դպրոցում սիրով եք աշխատել Դպրոցում այդքան չեմ աշխատել, որովհետև անմիջապես ընդունվեցի ֆրանսերենի ֆակուլտետը։ Ֆրանսերենն էլ շատ հետաքրքիր ինչի եմ սկսել։ Ուրեմն դպրոցում մենք ֆրանսերեն չենք անցել։ Ուղղակի գիտեին, որ 7-րդ դպրոցում ֆրանսերեն լավ չի դրված այդ դրվածքը։ Եվ մյուս լավ քննությունների հետ մեկտեղ 5 հիմնականում 5 ֆրանսերենի քննություն իմիջալուց 9 քննություն ենք տվել ընդունելության տեսամ որ ես համարյա չգիտեմ ասին մենք ձեզ ուղղակի տեսնելով ձեր մյուս թվանշանները ու որոշ հանգամանքներ այսինքն դպրոցը ձեզ պայմանավորեն բավարար ենք տնում բայց այն պայմանով որ եթե դուք մյուսները այդքան լավ գիտեք սա էլ պետք է սովորեք լավ ես ընդունվեցի տարերը հազիվ ճոգում եմ մեր ուսուցիչը հայրենադարձ էր Թեքյանը տեսնում որ ես չեմ կարող կաշտալ ասում էր այնքան անհամ այնքան անդուր եք կաշտում ու մի օր ես ժիր մարդ եմ ձեր եմ պաշտասում ասում գիշտ Թեքյան էդ ինչի կարապի լիջը եզակի թիվ է իսկ ֆրանսերեն հոգնագի է ասեց վա դու արդեն էդել ես ճոգում ու կդրվեցի առաջին անգամ այս ստուգարկը երկրորդ անգամ երրորդ անգամ եթե կդրվեի ինստիտուտից դուրս էի մնում Հիմա անգել եմ ես մաման փնտրում է մասնագետներ ես դուրս եմ մնում ինստիտուտից դուրս եմ մնում չգտանք ես ինքս գիշեր ու զոր պարաբելուց հետո ուրիշ ֆակուլտետով աշտեմները չկար իրենց հետ ես տալիս եմ ստուգման շատ խիստ քննություն ու առաջն եմ նստել բոլորին հուշում եմ ով մի քիչ կմկմում է ես հուշեցի վերջինն է ինձ թողել եկա նստեցի ասում է ստուգման կրկուկը դուր ասում գերթեքեյան ես պարապել եմ Դե արդեն հասկացել էր փորձառու մասնագետ որ գիտեք դուք հարցրեք դուք ինչ է ուզում եք կդրել ինչ է եթե դու ասում ես բոլորի փոխարեն պատասխանեցիր եթե ես այսքան խիստ չլինեի դու այսօր իմ առաջին ուսանողուին չէր լինի ու այդ սերը բարգավաճեց առաջ գնաց ոնց որ իներցիայով ես շարունակեցի գրքեր կարդալ եւ այլն ինքը դժբախտաբար մահացավ Մեղրիկյան Հակոբն եկավ շատ հայտնի մասնագետ ու այնտեղ ես փայլում էի լրիվ ինքը առաջարկեց ասեց ափսոս չի ես գիտելիքներդ արի կլինի հերագակոնի ավարտի Ծանոթություն կար որ գնում էին ամուսիններ նույնպես Պիցիգորսկում սովորում էին ասես դու երեխա աղջիկ ես լրիվ տարիքս էլ չէր երևում որ այդքան եմ ասեց իրենց հետ գնա ու ես համոզված եմ որ դու կընդունվես Այսինքն Ռուսաստանում սովորեցիք ֆրանսերեն Ռուսաստանում Պիցիգորսկում հայկական կրթությունով պատկերացնում եք լեզվաբանական վերջը բայց հաղթահարեցի էդել շատ լավ հաջող հանձնեցի 3 հոգի ենք երկրորդ մասնագիտությամբ ու իրենք վերջում ամփոփելով ասեցին մենք բոլորից շատ գոհենք այդ 3-ից որոնք երկրորդ
Մասնագիտություն ընտրել էին ֆրանսերեն լեզուն։ Այդպես ու ֆրանսերենը հետաքրքրվեցի։ Բարդ լեզու է։ Այսօր կիրառում եք, դուք ինձ ասացիք, որ գնում եք լեզվի ակումբ, խոսում եք։ Ֆրանկոֆոնիայի ակումբում ամեն շաբաթ գնում ենք եւ ոչ մի բառ հայերեն, խոսում ենք 2 ժամ ֆրանսերեն։ Դա ինձ համար հրաշալի օգտակար էր, որ ճիշտ է, գրականություն շատ էի կաշտացել, բայց բնագրով կարդում եք։ Բնագրով, իհարկե բնագրով, բայց բանավոր խոսքը այն չէր։ Հիմա փարկասու լրացնում եմ այս տարիքին։ Հետաքրքրական է, որ իհարկե հետաքրքրական է, որ նոր լեզու սովորելը, հմտանալը ավելի, սա ուղիղ աշխատանքը նաև խթանում է, արդեն ապացուցված իրողություն է, դուք մարզվում եք։ Այո, ուղիղ մարզվում է, որովհետև դժվարությունների ես հանդիպում, հաղթահարես, գրավոր աշխատանքը, թեկուզ այդ ամենը վարժությունները, խոսակցականը։ Այո։ Երբ սկսեցիք երգել եւ որ փուլում եւ ինչու։ Դե արդեն ասացիք, որ մանկությունից կար, ականջներում էր եւ երբ որոշեցիք, ինչպես որոշեցիք միանալ աշնանային ձայներ երգչախմբին։ Դրանից առաջ ես չեմ կարող չհիշել մեր ինստիտուտի երգի մասնագետին, որը հրաշալի մասնագետ էր, հայրենադարձ էր եւ ինքը խոր էր ստեղծել։ Ես իհարկե մասնակցում եմ, որտեղ երգ այնտեղ ես ու շատ լավ երգացանք ունեինք, հին ընդիր երգացանք էր, դա միշտ հիշում եմ, ժողովրդական երգեր։ Հետո ահագին ուշ եմ սկսել երգել, երկրորդ ինստիտուտը ավարտելուց հետո ես աշխատել եմ մանկավարժական ինստիտուտում, դասավանդել եմ ֆրանսերեն եւ միաժամանակ ավագ լաբորանտ է, այդպես համագործակցում ենք այդպես եւ եկա Մոսկվա իմիջիայլոց երկրաշարժից հետո երեխաներիս հետ ուղղակի կենցաղային սարսափելի պայմաններ էին ստեղծված, երևի լսել եք, ոչ ջուր կար, ոչ աշխատանք եւ աշխատավարձ, աշխատանքի գնում էինք, բայց դե կատվածահար էր, բարձ է։ Ամբողջ երկիրը, այո, Գյումրին։ Ու որոշեցինք, ես ֆրանսերենի մասնագետ, աղջիկ Սաշտեն անգլերեն շատ լավ էր տիրապետում, համանգլիական ֆակուլտետն էր ավարտել, համել ինքը աշխատում էր ամերիկահայ բարեժագործ մարդկանց հետ եւ թարգմանչու էր աշխատում որպես անգլերեն, այդտեղ ինքը արտակարգ լավացրեց իր մագարտագեղ խոսքի, ես մտածեցի ավելի լավ է ելնենք գնանք Մոսկվա, ինչպես երևի շատերը այդ երկրաշարժի կոտուց ես ֆրանսերենի մասնակետ եմ, ինքը անգլերենի, մենք սոված չենք մնալ կգնանք։ Քանի տարեկան էիք այդ ժամանակ։ Ես 50 տարեկանում գնացինք Մոսկվա։ Նորից 0-ից սկսելու։ 0-ից ու շատ ծանր։ Աղջիկս աշխատեց հոլանդական օֆիսեր, շատ լավ ընտիր, բայց որոշեց գնալ Իսպանիա։ Ասում մամա, ես այնպես հասարակ ձևով չեմ գնում, ես պատրաստ պիտի գնամ, Եվրոպական համալսարանի ընդունելության քննությունները տվեց, ընդունվեց Բարսելոնայի Եվրոպական ինստիտուտն ու գնաց տղասել գործով Ստավրոպոլ, ես մնացել եմ մենակ, հեչ շրջապատի մարդ եմ, աշխուժ, ինչ անեք մենակ Մոսկվայում, պիտի վերադառնաք։ Չէ, հիմա ինչ անեմ, հիմա այստեղ հնդկական ֆիլմի մի դրվագ է, որտեղ պատմում եմ, ասում եմ, ուզում եք հավատացեք, չեք ուզում մի հավատակ։ Կհավատանք։ Ուրեմն մի օր սոսկալի ծանր վիճակում, ոչ ծանոթ, ոչ ընկերություն, այն ժամանակ կաբը շատ վատ, գնացել եմ շունիկ ունեմ, շունիկին ման եմ բերել, եկել եմ տունը մաքրել, մի դետև ճաշել, նստել եմ հեռուստացույցի առաջ, քնել, զարթնել ու մութ է, Աստված իմ, ես ինչ կյանք է, ես կգժվեմ ու
ծնկների վրա ընկած հորդառատան արցունքներով խնդրում եմ ինձ մի շնորհ տուր։ Ես այստեղ չեմ կարող աշխատել 2 դիպլոմով, ոչ ոք չի ընդունում ինձ, որտեվ փաստաթուղթ չունենք հաստատող քաղաքացիությունը։ Ինձ մի շնորհ տուր, ես տանը աշխատեմ։ Ինչ ասեմ, 3-րդ օրը ես սկսեցի նկարել։ Աղջիկաս ասում է, «Գարիկ, ես գիտես նկարում եմ», ասում եմ, «Յա»։ Էդ էլ ու վերջ։ Ինձ է զարմացել։ Նկարեցի սկզբից բացիկով։ Բացիկը հրաշալի, այստեղ արդեն տղաս ինձ օգնեց, իսկապես տղաս բոլորին օգնող է։ Տղաս շատ բարի մարդ է, ինքը բացսիրտ ու բարի։ Ասի Արտակ ջան, դու ինձ կօգնես, ասեց ինչով մա, ասի նյութապես, որտև այս բացիկը ահագին նյութական բան է պահանջում, մատերիալը թանկ, ասեց մա ջան, ինչ ուզում ես ես կանեմ, մենակ դու լավ զգաս, ասի շնորհակալ եմ։ Ու գնացի միության մասշտաբով ամենահայտնի մասնագետի մոտ, հա, հայտնի էինք շատ, արտակարգ դասեր էինք անցնում, ամեն մի դասը մի ոգևորություն, ամեն օր ես մի տեսակ ոնց որ թևեր առած գալիս էի տուն, ցույց էի տալիս ինչ եմ արել, զարմանալի բաներ, Տիկին Լիլի, երկրորդ շնչառություն եք վերցրել, այ 50-ում երկրորդ շնչառություն եք վերցրել, նոր բանով եք։ Եվ դրա համար ես ոնց որ տարիքը չզգայի, ես խարակտերն էլ ոչ նստվածք տվեց, ոչ այդ շատ կարևոր է, երբ որ մարդը իր երկրորդ կեսը զբաղված է, գիտի որ պետքական է, ինչ որ բան ստեղծում է, արարում է, այո։ Դա տևեց երևի մի 6-7 տարի, հրաշալի ցուցահանդես դրեցինք, արտակարգ հաջողություններ ունեցա, ցավոք բոլորին բաժանում էի իմ այս բացիկները։ Գոնե նկարեի, ասում եմ, «Կամերտ, ինչքան սրտապած, լավ, ես էլ տղաս ինձ է քաշել, ուզում ես լավություն անել, բայց գոնե նկարեի թողնեի»։ Այդպես սկսեցի նկարել, բայց այստեղ արվեստանոց էր պետք, որովհետև ջրալի ներք էր, դու պետք է մի ներկը չչորացած մյուսը պետք է տնեիր, որ իրանք իրար հետ համընկնեին, խառնվեին եւ այն ինչ որ ուզում ես։ Ու դե բարձ է, մենք բան էինք, վարձով էինք, հին տուներ, բայց հարսիկս եկավ չտեսնված մակրասեր։ Ու զգում եմ, որ իրան նեղություն եմ տալիս, ես հետ իմ արագ ամեն ինչ անելուն, ներկերով, ստեղծագործական խառնաշփոթը, խոհանոցը զբաղեցրած, բայց ասենք թե ժամը 5-ին ես ելնում էի, արդեն գիտեի ինչ էի անելու, ու մինչև իրենք արթնանում էին, մեկ էլ հարսս դուրս էր գալիս, վայ, արդը լարի, մաման տեսից ինչի նկարել։ Դա իմ գնահատականն էր, ոգևորվում էի։ Ինչ որ է որոշեցի թողնել բացիկը, վսոտքի իրանք մակրասիր մարդիկ, ես էլ ինքս էլ զգում եմ, որ ինձ առանձին անկյուն է պետք, որ կարողանամ լիարժեք ստեղծագործեք։ Ու մտածում էի ինչ, հարսս հենց ինքը իմացավ, որ մենք Տրոյիցկում էինք Ռուսաստան, հեռուստացույցով հաղորդում էր տեսել, ու տեսել էր, թե ինչ սիրուն բացիկ են անում իջնդի շարֆեր են, էլի, ասեց, մամ, հլը նայ, ես ինչ լավ բան է, հլը փորձի դու էլ գնա, գնացի նստած են, ասում եմ, ես էլ եմ ուզում նկարել, դե հայի արտակին են ժամանակ շատ խիստ էր, Կովկասի նացիոնալիստի, ասում է տեղ չկա, ասում եմ, այ այնտեղ տեղ կա, ասես լավ, այդ զորով նստեցի, բայց հետո, ինչ ասեմ, տգեղ է գլուխկովալը, հետո ինպես էր ինքը սիրում ինձ հարկում, ասում էր Լիլի խուդոշնիկ, պետք չի քեզ ասում է օգնել, դու բնական ինտուիցիայով դու գտնում ես քոնը, շատ հաջողությունների հասա, շատ, ուղղակի ես էլ էի զարմանում, այ մարդ, ես չեմ գիտեցել, որ ես ոնց աղոթեցի, հա,
Չնայած Լեննագանում, որ մենք նկարչություն էինք անցնում, գնում էինք նկարչական դպրոց, դրա իր այդ դպրոցի դիրեկտորն էր մեզ դասավանդում։ Ուրեմն դրել է մի թրջուն ճուճելա խրտվիլակ, այո։ Ես նկարում եմ, մեկ էլ եկավ գլխիս վերև ասեց. «Աղջիկ ջան, դուք նկարիչ եք, ձեր նկարելու ձևը, ձեր նկարը, միթե ձեր ծնողները չեն իմացել նկարչական դպրոցի տեղը, հիմա դուք հրաշալի նկարիչ կլինեիք», մտածեցի ուշ է երևի։ Երբեք ուշ չէ, բայց հետո հասկացաք, որ երբեք ուշ չէ։ 60 տարեկանում ես սկսեցի նկարել այդ նկարը ու էլի ոգևորված, էլի ամեն օր գնում էի մի նորություն տանելով, գիշեր ժամերը չի քնում, զարթնում էի այդ պլանով, որ այսպես պիտի անել ու անում էի ու դրեցի ցուցահանդես, երևի թե միակն է, բայց հիմա ինչ որ մտքեր ունեմ համենայնդեպս Հայաստանում էլ ցուցահանդես տանել 22 թվին շատ հաջող ցուցահանդես եղավ։ Գյումրիում թե Մոսկվայում։ Մոսկվայում։ Ելան ինձ ինքան կովեցին մերոնք սկզբի չէին հավատում, որ ես այդպես հաջողություն եմ ունեցել, չնայած խրախուսող ընտանիք ունեք, դա էլ է շատ կարևոր, երբ որ երիտասարդները խրախուսում են, ուրախանում են, պայմանական ասենք ներկերը հանդուրժում են ու այսօր իրենց էլ շնորհակալություն ասենք եթերից։ Տիկին Լիլի, երգել երբ որ փուլում սկսեցիք։ Երգել սկսել եմ մի 10 տարի չկա երևի։ Մենք գնում էինք պատահական մաշտիկ, հավաքվել էինք Կինոռասիայի դիմացի այգում, լավ խումբ էր, շատ բարդաճանաչ, իսկական ոնց որ իր օրենքներով մարզանքների։ Այդ մարզանքների մարտիկ նաև երկում էին նարեկացում։ Ես էլ ասեցի, ես էլ եմ գալիս պաշտի, երաշտություն։ Մանավանդ որ մանկուց մոտ է կերել երաշտություն։ Երաշտությունը ինձ համար մեկ ուրիշ բան է։ Դե երևի շատ էր իհարկե։ Եվ այդտեղից անմիջապես արագ հասնում էինք նարեկացի ու երգում էինք։ Շատ լավ ընտիր երկացանք մեր երգչախմբում, կուզենայինք ավելի շատ լիներ, մաշտաշատ, ձայները շատ, ասենք տենոր ունենայինք, շատ հաճելի կլիներ։ Մեր խորմեստերը մի հրաշալի աղջիկ Աստղ Խաչատրյան։ Մեր հյուրը եղել է։ Դուք գիտեք, մենք պաշտում ենք իրեն, երեք իր ծնունդն էր, եւ դաշնակահարն էլ շատ գրագետ ընտիր։ Տիկին Լիլի, եկեք այսօր եթերում արդեն ազդարարենք, որ ես որ արդեն տարիներ շարունակ ծանոթ եմ աշտանային ձայներ երգչախմբի գործունեությանը, տեսնում եմ թե ինչ վառ անհատականություններ են մեկնել դուք եւ համակարգելով առողջ երկարակեցության պետական ծրագիրը, ոնց որ առաջարկ հնչեցնեմ եւ նաեւ ազդարարեմ, որ մենք հունիսից արդեն երգչախումբը կկազմակերպենք, կբերենք առողջ երկարակեցության ծրագրի ներքո եւ բոլոր այն մարդիկ, որ լսում են հիմա մեզ, ունեն հնարավորություն գալու, մասնակցելու եւ երգելու ի վերջո, որովհետեւ արվեստին հաղորդակից լինելը դա մի հրաշալի մի բան է, երկարակեցության աղբյուր է եւ եկեք այստեղ նաև պատմեք այն պատմությունը, որ ոնց երբ որ դուք էլ հնարավորություն չունեիք երգելու եւ հնարավոր չէր երգչախումբը պայել ձեր տղան ոնց հերթական անգամ էլի ձեռք մեկնեց ձեզ հետ էլ նաև ամբողջ երգչախմբին։ Հա, այստեղ մի թեթև ուղում կներեք, որտեվ սկզբում ես չէի հովանավորողը, բայց երգում էինք։ Հետո ընդհատվեց, որովհետև հովանավորողը հրաժարվեց։ Ու ես այդ ընթացքում Մոսկվայում էի եւ վերադառնալիս մեքենայի մեջ տղաս ասում է թե մաջան դե կգնաս մարզանք կանես կերգես ասի մարզանք կանեմ բայց երգել չկա ասեց ինչի ասի որտեվ հովանավորողը հրաժարվել ասեց ոնց դե հրաժարվել կգնաս կասես որ կա ու այդպես ինքը դեր կանգնեց մեր երգչախմբին իհարկե շատ ուրախացանք սկսեցին վերականգնվեց
ինքը միշտ հետաքրքրվում է նույնիսկ իր պատվին մեջ շատ շնորհալի կանանցից մեկը ակրոստիկոս է գրել իր անվան Եվ այսօր էլ այդ շարունակականության շնորհիվ դուք արդեն ունեք, կարելի այսպես ասել, որովհետև մենք էլ մտածում ենք, որ եկչախումբ կստեղծենք ավակներից, ինչու նորը ստեղծենք, եթե ավակների եկչախումբը արդեն կա, հրաշալի է։ Հա, իհարկե լավ կլինի երկու ուժերի միասնությամբ ավելի լավ Եվ թող մարդիկ լսեն ու գան։ Տիկին Լիլի, տարիքը ոնց հասկանում եմ, էլ չեք զգում այդ տարիքը, այս բուրըն կյանքով ապրող մարդու համար տարիքն էլ թիվ է լոկ։ Տարիքը բնական է, բոլորն էլ տարին գնում է, առողջությունը պիտի որ վատանա, բայց որովհետև ոգին միշտ սնունդ ունի, ընդիշ հենց այդ երկի, նկարի, հաջողությունների, մարդկային հարաբերությունների շատ լավ խումբ է իրար հասկացող նույն նպատակի արվեստի հետ շփվողը ինձ թվում է չի ծերանա։ Իսկ այնպես ես գրել եմ, գիրք եմ գրել, դա 40 տարվա իմ աշխատանքի արդյունքն է, հրադարագեցի նորից տղայիս օգնությամբ, ասի Արտակ ջան, ես այնքան խորհուրդ էի տալիս, արդեն զգում էի ծանրացել լինի մեզ առողջական խորհուրդներից։ Կլինի գիր գրեմ կարդալ։ Գրեմ, ինձնից հետո իրենք ոնց էլ լինի կկարդան։ Ասի մի 5 օրինակ տպենք, որտեվ տեդրը մաշվեց արդեն։ Տարիներ շարունակ գրել էի ու արդեն մի բառի տեղը չկար 6 տեդրեր, արդեն նոր տեդրեր առաջ բերում, հետո կամպյուտերին վերեցի, լրիվ տարած կամպյուտեր, ասի բավոր կամպյուտեր սրբիչանա, ես ինչ անեմ։ Այսինքն դուք ունեք ձեր առողջ երկարակեցության գիրքը, ձեր բանաձևը, այն ինչ որ փոխանցեցիք։ Գիրքն է հոգու եւ մարմնի առողջություն։ Դա 3 լեզուներով՝ ֆրանսերեն, ռուսերեն, հայերեն Ինձ թվում է շատ հեշտությամբ կարդում են Տիկին Լիլի, հիացրիք, շնորհակալ եմ, որ եկաք այս ծանոթության համար, մեր համագործակցության սկզբի համար եւ տպավորիչ է։ Միայն կարող եմ ասել տպավորիչ, անհավատալի տպավորիչ, շնորհակալություն։ Ես եմ ձեզ շնորհակալ, որ այսպես ծանոթացանք։ Ինձ ոգևորեցիք, պատմեցի, ծանոթացանք, իհարկե դա շատ Եվ օրինակ է մյուսների համար, օրինակ է բոլոր մյուսների համար, որ իրենց փնտրեն ու գտնեն թեկուզ 60-ից հետո նկարեն, երգեն, ստեղծագործեն։ Ինձ ծանր շրջանում, երբ որ հիվանդություններն են առաջ գալիս, պետք է որ մարդը զբաղված լինի մտքերը ուրիշտեղ, եւ հիվանդությունն էլ արդեն նահանջում է, երբ որ զգում է, որ հոգին այդքան առաջ է գնում։ Հիվանդությունը նահանջում է տակիդականորեն էլ ապացուցված։ Քո ուրախությունը վերացնում է քո ներսի նեգատիվը։ Այո, հրաշալի ասված, շնորհակալություն։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին։ Գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվը։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։